Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի մայիսի դրությամբ 13.7 միլիարդ դոլար է։ Պետական պարտքին մեր անդրադարձերը բավական հաճախակի են, սակայն այդ հաճախակի անդրադարձը որևէ կերպ ինքնանպատակ չէ եւ անգամ չենք հետապնդում նպատակ պարզապես ընթացիկ միտումները եւ տենդենսները ներկայացնելու։ Վերջին շրջանում, մասնավորապես վերջին ամիսներին, մենք առավելապես պետական պարտքի խնդրին անդրադառնում ենք նոր առիթների պարագայում, իսկ առիթները բնականաբար կառավարության, պետության նոր ներգրավող միջոցներին է վերաբերում։ Մասնավորապես օրերս հայտնի դարձավ նոր վարկի մասին, գերմանական KfW բանկի կողմից 26 միլիոն եվրոյի վարկի մասին, վարկ եւ դրամաշնոր այդպես է նշվում, որը այլընտրանքային էներգիայի ծրագրի շրջանակներում է։ Անկախ ծրագրային լինելուց այս նորությունը մեր ուշադրությունը հերթական անգամ սևեռեց պաշտոնական վիճակագրությունը պետական պարտքի մասին, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ պետական պարտքի ցուցանիշն աճում է անգամ ամսական կտրվածքով։ Մասնավորապես, եթե այս տարվա ապրիլին 13.6 միլիարդ դոլար էր, ապա մայիսին արդեն 13.7 միլիարդ դոլար։ Պաշտոնական վիճակագրությունից որոշ տվյալներ պետական պարտքին առնչվող ներկայացրել ենք մեր առաջին պատկերում եւ ըստ այդմ, ինչպես նշեցինք, մայիսի դրությամբ 13.7 միլիարդ դոլար պարտքի գերակշիռ մասը, մոտավորապես 13.2 միլիարդը, բաժին է ընկնում կառավարությանը։ Արտաքին պարտքը որոշ առումով զիջում է ներքին պարտքին, որը ունի դրական եւ բացասական կողմեր, եւ ընդհանուր առմամբ պետական պարտքի հետ կապված խնդիրը, որի մասին նաեւ մենք ենք շատ խոսել, շատ է խոսվել ընդհանուր առմամբ փորձագիտական շրջանակներում, փորձագիտական հանրույթի կողմից, բայց պետք է նշել, որ ինքնին պարտք վերցնելը չէ խնդիրը, որքան պարտք ներգրավելու նպատակը, այսինքն որքանով է արդյունավետ եւ իրապես ծառայում նպատակին, որքանով են ներգրավող միջոցները արդյունավետ օգտագործվում, արդյոք ստեղծում են տնտեսական նոր հզորություններ, նոր կարողություններ հետագայում աճի ապահովման, կայուն աճի ապահովման համար եւ ի վերջո պետական բյուջեի պետական պարտքի սպասարկման բեռի մասով է բավական կարևոր։ Իդեպ վերջինիս մասով նշենք, որ մեզ մոտ արդեն իսկ բավական սուղ իրավիճակ է սկսված նույն 2024 թվականից, երբ պետական բյուջեի կողմից սպասարկմանը, պարտքի սպասարկման ուղղվող միջոցները, ծախսերը երբեմն գերազանցում են այնպիսի կարևորության ուղղությունների ծախսեր, ինչպիսիք են առողջապահականը, կրթականը, սոցիալականը եւ այլն։ Փաստացի Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելանում է եւ պարտքի խնդրին անդրադառնալիս նաեւ շատ կարեւոր է եւս մի հանգամանք հաշվի առնել, ստացվում է, որ նույն 2017 թվականից գործող իշխանության օրոք պետական պարտքը 6.7 միլիարդ դոլարից դարձել է 13.7 միլիարդ դոլար։ Եթե բնակչության թվականակի կոնտեքստով ենք խնդրին մոտենում, ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում 4400 դոլարից ավել պետական պարտք։ Այս հարցի հետ կապված հասկանալի է, կարծիքները կարող են տարամիտվել, խոսքը իհարկե ուղղակի պարտավորությանը չի վերաբերում, բայց այնուամենայնիվ մեր երկրում, մեր տնտեսությունում տեղի են ունենում զարգացումներ, գործընթացներ, որոնք արդեն քաղաքացու ուղիղ պարտքային պարտավորությունների մասով բավական մտահոգիչ են։ Մասնավորապես վիճակագրությունը քաղաքացիների կողմից վերցվող, ներգրավող վարկային միջոցների հետ կապված հենց այդ մտահոգիչ պատկերն են ցուցադրում։ Մենք մեր երկրորդ նկարով անդրադարձել ենք Կենտրոնական բանկի վիճակագրության առևտրային բանկերի վարկային պորտֆելի մասին, որից որոշ տվյալներ ներկայացրել ենք, եւ ինչ է ստացվում մեկ տարվա կտրվածքով անգամ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ավելի շատ վարկեր է ներգրավել, ընդ որում ավելի շատ թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ վարկերի մասին է խոսքը։ Մասնավորապես կարճաժամկետ վարկերը մեկ տարվա ընթացքում այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել են 35%-ով, միջնաժամկետ վարկերը, որոնք 1-ից 5 տարի ժամկետայնությամբ միջոցներն են, ավելացել են 17%-ով եւ երկարաժամկետ 5 տարի եւ ավել ժամկետ ունեցող վարկերը ավելացել են 40%-ով։ Ընդ որում բավական հետաքրքիր է եւ հատկանշական է, որ նույն մեկ տարվա կտրվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ միայն ծավալներն են ավելացել, այլ նաեւ ավելացել է տոկոսադրույքը։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ տարվա ընթացքում ոչ միայն ավելի շատ վարկային միջոցներ է ներգրավել, այլ նաեւ ներգրավել է ավելի բարձր տոկոսներով։ Իրականում այս տենդենսը բավական խնդրահարույց է, փաստացի հանրության
բեռը, սոցիալական բեռը ավելի մեծացել է, իր հետ բավական լուրջ սոցիալական լարվածության ռիսկեր պարունակելով, բերելով ռիսկեր ֆինանսական կայունության, ֆինանսական համակարգի կայունության հնարավոր ցնցումների համատեքստում, ռիսկեր, որոնց նկատմամբ գուցե ուշադրությունը այնքան մեծ չլիներ, որքան հիմա է, կամ որոնք գուցե ինքնին ռիսկ չհամարվեին, եթե մենք տնտեսության, տնտեսական աճի, կայունության եւ հեռանկարի հետ կապված չունենայինք այն մտահոգությունները, որոնք ունենք այսօր։ Եվ ի վերջո ռիսկեր, որոնց կանխարգելման, որոնց մեղման լավագույն տարբերակն այսօր կայուն եւ հեռանկարային տնտեսական աճի հիմքերի ստեղծումն է։ Հիմքեր, որոնք սակայն ներկայիս արդյունաբերության ծավալների անընդհատ անկումներով եւ արտաքին ազդեցություններից բավական բարձր զգայունության եւ կախվածության ներքո գտնվելու պարագայում ցավոք սրտի որևէ կերպ չկան։